Ընտրություններից հետո ինչպիսի Հայաստան եք պատկերացնում։ Ես ընտրություններից հետո պատկերացնում շատ լավ Հայաստան, բայց ես փաշող ունենալու ուրա, որ երկիրը կաշի քաղաքացիական կռվի մեջ։ Ինքը չհաշտվի իր պարտության հետ։ Իսկ ես դա պատկերացնում եմ, որ ինքը չի հաշտվի, չի հանգստանա։ Այդ հրաբուխը չի հանգստանա, այ ինքը այդ մարդն է։ Իսկ Սամվել Կարապետյանի միցինգին ժողովուրդը խփեց իր դագաղի վերջի մեխը։ Շատ լավ, ուժեղ, անկախ, շատ լավ լինելու։ Ամեն ինչ լավ լինելու, ամեն ինչ փոխվելու։ Ես շատ ցանկանում եմ պայծառ Հայաստան լինի, կապույտ երկինք ու մարդիկ երջանիկ լինեն, դժվարությունները անցնեն մարդկանց մոտ։ Հիմա մի քիչ ծանր ժամանակաշրջան է, չէ՞։ Ես կուզեմ ամեն ինչ թեթևանա, մեր բոլորը լավ լինեն, ժողովուրդը, որ ազատ քայլենք կապույտ երկնքի տակ։ Ես հուսով եմ, որ լավ կլինի ամեն ինչ, եթե որոշ մարդիկ չմնան։ Բարդ հարց եք ասում, բնական է ուզում եմ լավ Հայաստան լինի։ Հույս ունեմ, որ փոխվի կառավարությունը, հույս ունեմ, որ վերջիվերջով օրենքը կդառնա պարտադիր եւ բոլորը հետևելու են դրան։ Հա, իսկ հայ ազգը կարծում եմ ունակ է ինքնուրույն իր պետությունը եւ իր ազգային պետությունը նկատի ունեմ զարգացնի եւ դարձնի բարգավաճ Հայաստան։ Ոնց է հիմա Հայաստանը տենց առանց պատերազմի պետք է մեր հարևանների հետ լավ հարևանություն անենք։ Երևա ընթացքում sense չեմ կարող ասեմ, բայց կարծում եմ լավ, ինքը պետք է ընդունի իր պարտությունը ու պատվով հպա գնալը ավելի պատվաբեր է, քան անպատիվ sense իրան խայտարակեն։ Խայտարակության վրա է ինքը ստանում։ Միջև չիմանամ ընտրությունները ոնց է վերջանում, ես ոնց կպատասխանեմ։ Ես միշտ լավ Հայաստան եմ պատկերացնում։ Ինձ թվում է պետք է լինի արդեն առողջ Հայաստան։ Ես տեսնում եմ ապագան շատ լավն է լինելու։ Ճիշտ է, շատ դժվարություններ ապրեցինք, շատ նեղվեցինք, շատ մտածեցինք, թե ինչ կարող ենք լինենք եւ լավ ենք լինելու։